սատարում Հայաստանը։ Որովհետև իր կառավարության վախտով տեսել ենք ինչ ձև ենք ապրել։ Ինքը ձիգ կայնում է իր ասած խոսքի վրա։ Ինքը ժելեզնի մարդ է։ Գլխավորապես ու միայն իր հետ եմ կապում, որտեղ Քոչարյանի օրոք ապրել են, գիտենք ինչա նշանակում Քոչարյանի իշխանության ներքո ապրելը, նշանակում ապրել ուղղակի բառի լայն եւ ուղիղ իմաստով։ Մարտում պաշտոնավարման տարիներին գոնե 10 տարի վեր ուղղակի թխկուն չի եկել թշնամու կողմից մարդ ղեկավարում մոտ ուղղակի Ալիևը ծնկի եկել, ոչ թե ծնկի բերել։ Տեսել ենք 8 տարի ինչա բերել, ուղղակի մահապուրց լինենք նրանից, Նիկոլական դարաշրջանից մահապուրց լինենք։ Միանշանակ Քոչարյան, նրա մարտական ուղին արդեն իմ աշկերի առաջ ա եղել դեռ 90-ականներից։ Եթե առաջնորդ բառը արդեն կա, էլ անիմաստ է բառերը, նա առաջնորդ է ամեն հարցում։ Ես օրինակ ուզում եմ Ռոբերտ ընտրվի, որ Հայաստանը մնա տեղում։ Ոչ թե Հայաստանը լինի Ադրբեջանի կազմի մեջ, ոչ որ Ղարաբաղն է եղել։ Պետք է Փաշինյանը հեռանա այդ Հայաստանից ընտանալ, պատի վտարել։ Նիկոլ Ալիևօգլի դավական։ Իմս Քոչարյանն է, ուրիշ չեմ։ Այս իրավիճակում միակ մարդը, միակ ուժը, որ ես տեսնում եմ, որ կարող է երկիրն այս վիճակից հանել, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Նա մի անգամ չի որ ապացուցել է, որ կարողանում է երկիրը ծնկաստեղից ոտքի կանգնացնել եւ ինչպես միշտ Թուրքիա առաջ մեր ճակատը միշտ բարձր ու բարձ պահել։ Բան պետք է պաշտպանել ձեր կարծիքով։ Մենք ուզում ենք Քոչարյանին։ Ես ինչքան մարդ ճանաչում եմ մի շրջապատում, հիմնականում իր ժամանակ է ոտքի կանգնել։ Դրանից առաջ բոլորը սա սոված ֆրֆռում էին, ոչ աշխատավարձ էին ստանում, ոչ կարող էին գործ անել, ոչ բիզնեսում բանկի տոկոսը 60% էր տարեկան բանկերը տալիս էին, որը որ հնարավոր չէր բիզնես անել։ Իր ժամանակ ես արդեն վարկ եմ վերցել 10-12% դրամով։ Իսկ այն ժամանակ 60% դոլարով էր, մինչև 98 թիվը, մինչև 2000 թիվը։ Իսկ պետք է ղեկավար, որ երկիրը խաղաղ պահի, այդ ամենակարևոր բանը։ Գիշերը հանգիստ քնենք, մեր երեխեք սահմանին իմանան, երեխային ուղարկե բանակ, որ պետք հետ գա սաղ սալամատ։ Ինձ դա կարևոր։ Ռոբերտ Քոչարյանին։ Որտեղ Ռոբերտ Քոչարյանը, երբ որ եկավ մեր երկրի ղեկավար, ինքը ամեն ինչ արեց մեր պետության համար, մեր Հայաստանի համար, ամեն ինչ։ Մենք ամբողջ կյանքներս նվիրաբերինք Ղարաբաղ ազատագրելու, այսօր ասենք Նիկոլ Փաշաևը եկավ, Ղարաբաղ իր ցանկությամբ վերցրեց տվեց Ադրբեջանին։ Ասեմ այսպես, ես սկզբից մինչև վերջ բոլորին հետևել եմ, բայց ամենահետաքրքիր ժամանակաշրջանը, որ Հայաստանն ապրել է, Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանն է եղել։ 24 թվական։ Այսինքն ոչ մի թիզ հայրենիքից։ Ինձ միայն դա է հետաքրքիր։ Ոչ մի թիզ հայրենիքից։ Իր աշխատանքը պիտի գնահատել այս ժողովուրդը, որ անհույս, չեկով հաց էին ստանում, որը իր աշխատած ժամանակաշրջանում այդ ամեն ինչը վերացավ։ Թոշակները 5-ից 6 անգամ բարձրացավ։ Այսօրվա մեր կրթական, այդպես ասենք, էլի ցենզ ունեցող մանկավարժները, որոնք այն ժամանակ 5-6 ամիս աշխատավարձ չէին ստանում, միայն ժամանակ աշխատավարձն էլ ստացան եւ բարձրացավ իրանց աշխատավարձը։ Մինը կարող եմ ասել իր առանց գյուղատնտեսական աշխատանքների համար, որը կազմակերպել է։ Այդ եղած փորձից միակ իրան եմ տենում, որ այսօր մեր Հայաստանի փրկությունը իր ձեռքերում է, բայց ոչ մենակ իր, մեր օգնությամբ, մեր ազգի միջամտությամբ։ Միշտ ասել եմ, Աստված ոչ անի մենք Սարդարապատին փառք տանք։ Ամսի 7-ը Սարդարապատից փիս է։ Եթե մեր ազգը չի հասկանալու, իր ճիշտ ընտրությունը չի կատարելու, ուրեմն այդ ժամանակ մենք իրավունք էլ չունենք ապրելու եւ կոչվելու հայ։ Այդ որ Ալիևն ասում է ռևանշիստներն են գալի, արդեն Ադրբեջանի մեջը ղեկավարին էլ հետը ահու սարսափ է ընկել, որովհետեւ Քոչարյանն եկավ ղեկավար Հայաստանի։ Այդ ջերմուկից էլ Վարդենիսից էլ, Նոյեմբերյանից էլ, Սունիկ և ոնց կարան մտնեն, կհեռանան, իրանց զորքերը այնտեղից, իրանք կհեռանան, գնան իրանց հին դիրքերում։ Ինչ հույսեր եք կապում այս քաղաքական թիմի հետ։ Որ Նիկոլին հաջող գալեն, Հայաստանը կփրկվի։ Այդ ճեղճեղ իր լեզվով սրտի խոսում է։ Երևի ինքը, չգիտեմ, հիվանդ է էլի, իսկականից հիվանդ է ինքը։ Չվերևի սատանայից բրդենք պրոստ այդքան բան։